Հիմա ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, որ ռուսական վերահսկողությունը խոչընդոտում է Հայաստանի հետ կապը ապահովելուն, կապված է այս գործընթացների հետ։ Այսինքն ես ենթադրում եմ, որ Ադրբեջանը եվրոպացիների հետ քննարկումներում ասում է, որ փաստորեն դուք դնում եք նախապայման, որպեսզի ձեր ներդրումների միջոցով ստեղծվի մի ենթակառուցվածք, որ հետագայում կմիանա ռուսական վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքին։ Ես կարծում եմ այս խոսույթը նոր խոսույթ չէ, այլ հարցերում էլ էր կիրառվել, եթե հիշենք օրինակ նախորդ տարիներին Զանգեզուրի այսպես կոչված Միջանցքի վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշումները, այն ժամանակ էլ նրանք հայտարարում էին, թե օրինակ ռուս սահմանապահները կանգնած են հայ-իրանական սահմանին, այսինքն վերահսկում են այն հատվածը, որով պիտի անցնի իրենց պատկերացմամբ այդ Միջանցքը եւ որն է խնդիրը, որպեսզի ռուսները հենց վերահսկեն այդ տարածքը։ Հիմա կարծես թե նմանատիպ խոսույթ օգտագործում է արդեն երկաթգծի հարցի հետ կապված եւ դա է պատճառը, ինչու արդեն Հայաստանը խոսում է ոչ թե այն մասին, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, որ Ռուսաստանը պետք է շատ արագ վերանորոգի այդ հատվածները, այլ նաեւ պնդում է, որ նույնիսկ դա անելուց հետո կարող են խնդիրներ լինել, որովհետեւ կա այս տիպի փաստարկ նույն Ադրբեջանի կողմից եւ այդ երրորդ այլ երկրի հանձնելու կառավարումը հանձնելու թեման կարծում եմ հենց սրանից է բխում։